Աննա ջան, իմացիր, որ ես քո տատիկն եմ, ու խնդրում եմ քեզ, Աննա։ Ես գիտեմ, Աննա ջան, գիտեմ, որ դու վախենում ես Վարդանից, բայց մի վախեցիր, ինքը լավ երեխա է, ինչ որ կատարես ձեզ հետ, ինքը մեղավոր չի բոլորովին, Աննա։ Ես գիտեմ։ Աննա ջան, ես գիտեմ, ուղղակի ես չեմ կարող։ Աննա ջան, ես քեզ մենակ չեմ թողնի։ Մամաս էլ չի թողի։ Աննա ջան, գնանք մամայիդ մոտ։ Ես կխնդրեմ կհաչեմ իրեն։ Նա կհասկանա ես մեծքին եմ, ես թորներ ունեմ։ Եթե տեսնես Վարդանին, դու կհասկանաս, թե ես հիմա ինչի եմ էստեղ, Աննա։ Միայն թե տեսնես դու կհասկանաս, Աննա։ Խնդրում եմ, Աննա։ Ես հասկանում եմ։ Աննա, ուզում ես գնանք մամայիդ մոտ։ Չէ, պետք չի։ Պետք չի։ Խնդրում եմ, մի լացեք, հա։ Աննա ջան, խոստացի, որ դու կգաս։ Կգնանք իրար հետ, կգնանք Վարդան։ Խոստացի, Աննա։ Խնդրում եմ, խոստացի, որ դու կգաս, կգնանք։ Լավ, ես կգամ։ Ապրես, Աննա ջան, ապրես։ Մենակ դուք մի լացեք, հա։ Ապրես, Աննա ջան, ապրես։ Արդեն գնում ես։ Հա։ Բարի լույս, տեկին։ Ես ինձ վատ եմ զգում։ Շատ վատ եմ քնել։ Մայն վատ քնելուց է գլուխդ սրում։ Ամբողջ գիշեր չեմ քնում։ Քնում արթնանում էի, հիմա այլ գլուխս պտտվում է։ Երևի գիշերվա մաքուր օդից էր։ Թե ես… Դու երեք հարբած էիր, Լիլի։ Չեմ ուզում հարցնել, թե որտեղ ես խմել։ Ես երեք տանից դուրս գալու կարիք ունեի։ Մաքուր օդի կարիք ունեի երեք։ Հասկանում եմ։ Շատ կոպիտ ես։ Կոպիտ։ Լսիր, դու երեք հարբած էիր։ Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում ես ընտելից դուրս եկել։ Իլիա, ուսում եմ, որ դա էլ երբեք չի կրկնվի։ Ես նորից եմ կրկնում։ Ես երեք մաքուր օդի կարիք ունեի։ Իսկ ինչ է եղել, որ վատ էիր զգում։ Դժբախտություն։ Երեք տղայի ծննդյան օրն էր, տղան շատ ուրախ էր, բոլորը շատ ուրախ էինք։ Լսիր, իսկ դեռևս չեմ հասկանում։ Ու չեմ էլ փորձում հասկանալ, որովհետև արդեն անիմաստ է։ Դժբախտություն։ Շատ ճիշտ խոսք ես գտել։
Աննա ինչ եղել, քնացես։ Չէ, բարև։ Բարև։ Լավ ես հաստատ։ Հա։ Սպասի, Ինչ։ ես եմ մի 5 րոպեից պատրաստ կլինեմ, ուզում եմ քո հետ գամ։ Ուր։ Օֆիս։ Չի համար։ Դե, ուզում եմ գամ, կգամ մի քիչ կնստեմ, հետո կգնամ խանութներով։ Ուղղակի ուզում եմ դուրս գամ տնից։ Հետո դուրս կգաս, ես հիմա շտապում եմ։ Դե ընդամենը 5 րոպե։ Չեմ կարծում, որ դու 5 րոպեում կհասցնես հագնվել։ Դե լավ։ Ես գնացի։ Գիտես, ես ուզում եմ գամ, հետո մի քիչ ուշ կգամ։ Միասին ճաշենք, հա, եթե ժամանակ ունենաս, եթե չէ օֆիսում կճաշենք։ Ես ճաշին դուրս եմ գալու։ Ուր։ Գործնական հանդիպում ունեմ։ Լավ, գնում սուրճ եմ, գլուխս ցավում է։ Հետո պարկիր։ Չեմ կարծում, որ մի բաժակ սուրճը քեզ կօգնի։ Բարև ձեզ, նստեք, ինչ կարևոր գործ կա։ Առավոտյան նոր տեղեկություններ հավաքեցին շտաբեցի հայտնել։ Ինչ կասեք խնդրում եմ, միայն հնարավորինս մանրամասն։ Ինգային ու երեխային տեսել են Վրաստանի սահման անցնելիս։ Երկուսով է եղել, Հա, երկուսով են եղել։ այսինքն Ոչինչ եզրակացնել չեմ կարող։ Եղել է տաքսիով։ պետք է գտնել տաքսին, Խնդրում եմ։ պետք է արագացնել։ Ամեն ինչ արվում է։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Եթե Ինգան ցանկացել է փախչել կամ թաքնվել, ինչի տան դուռը չէր փակել, ինչի իր մեքենայով չէր փախել։ Չեմ հասկանում։ Եթե ինքը ցանկացել է ձեր ասածի համաձայն տպավորություն ստեղծի, որ իբրև իրեն առևանգել են, չեմ հասկանում, թե ինչ է մտածել։ Շատ բարդ իրավիճակ է։ Մենք էլ չենք կարողանում հասկանալ։ Նախ գիտենք, որ Ինգան քիչ հարազատներ ունի։ Իսկ չենք կարողանում պատկերացնել, թե ով կարող է նրան ահաբեկել, վախեցնել։ Աշխատանքի վայրում էլ ոչ ոք ոչինչ չի կարողանում ասել։ Բայց հիմա գոնե պարզ է, որ նրան չեն առևանգել։ Չգիտեմ, ես համոզված չեմ։ Ոնց թե։ Դուք ասում եք Վրաստանի սահմանն են անցել։ Մեքենայի մեջ էլ եղել են երկուսով։ Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել։ Հնարավոր է, որ նրանց ստիպել են նստել տաքսու մեջ եւ սուս ու փուս սահման անցնել։ Սենյակում